Օրեր առաջ Անահիտ Կիրակոսյանը սոցիալական հարթակներում հրապարակումներ էր արել որդիների հետ, ցույց տալով, որ մեկնել է հանգստի։ Այսօր արդեն հրապարակումներով է հանդես եկել նաև դերասանուհու նախկին ամուսինը, ով ևս կիսվել է որդիների հետ անցկացրած հանգստի կադրերով։ Դրանցից կարելի է ենթադրել, որ ընտանիքի անդամները նույն վայրում են հանգստանում։ Այս փաստը քննարկումների առիթ է տվել։ Արդյոք սա պարզապես երեխաների հետ համատեղ հանգիստ է, թե նախկին ամուսինների հարաբերություններում նոր փուլ է սկսվում։ Սակայն այս պահին որևէ պաշտոնական հայտարարություն կամ հաստատում հնարավոր վերամիավորման վերաբերյալ չկա։ Հայտնի է միայն, որ ամիսներ առաջ Անահիտ Կիրակոսյանը հայտնել է իր և ամուսնու բաժանության մասին լուրը։ Իսկ այժմ շոու-բիզնեսյան այլ նորություններ։ Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում մի քանի տեսանյութ է հրապարակել, ցույց տալով ամուսնու Լևոն Քոչարյանի և իրենց երեխաների մասնակցությամբ մի քանի տեսանյութ։ Ընտանիքը երեկոն անցկացնում է երեխաների հետ զբոսայգում, ինչպես նաև խաղասրահներում։ Ձեզ ենք ներկայացնում տեսանյութերն առանց մեկնաբանության։ Ում հետ է խաղում։ Անունը ինչ է։ Մարդ։ Էնց էլ գիտե։ Ասեմ անունս ինչ է։ Ասեմ։ Ինչի։ Միքայել։ Չէ, տաղի։ Մամա։ Հա։ Ասում եմ ծանր եմ, չես կարա գրկել։ Կամե գալու ողեր եմ գալու։ Արտաշ։ Այ, դու գնաց եմ, oh my god։ Լուկասում կարող եք դուք գալ գնդակվել է իմ մամային տալ լոքեյշն, որն է ձեզ մամա, իմ մամայանն է, բան, Սիրուշոն, ինք սվալզան է, իմ աննետ դավ է, սա մի ռոբից կգամ, մոտակայցում եմ, սա մի ռոբից կգամ։ Երգիչ Անդրեն իր սոցիալական էջերում մեծ հպարտությամբ հայտնել է, որ իր քույրիկի դուստրն այլևս շրջանավարտ է։ Անդրեն շնորհավորել է իր քույրիկի ընտանիքին և ներկայացրել տեսանյութը։ Դերասանուհիներ Տիրուք Հակոբյանը, Ռուզաննա Մանուչարյանը, Յուլիա Եղշատյանը և պարուհի Մաշ Ենոքյանը հանդիպել են։ Աղջիկներն իրենց սոցիալական էջերում կիսվել են ջերմ հանդիպումից կադրերով։ Star News-ն առանձնացրել է դրանք և սիրով ներկայացնում է ձեր ուշադրությանը։ Ուրեմն մենք այսօր տեսնվել ենք իրար կարոտները սառանգիրորից մեր չոքվել դեն շատ չէ մենք կողմնորոշվածներն ենք, իսկ մեր առջևում նստած են չկողմնորոշվածները։ Մենք հանդիպեցինք վերջապես։ Դուք եթե մեր չաթերը տեսնեք ու տեսնեք մենք ոնց ենք պայմանավորվում ու դուրս գալիս հանդիպելու, այդ ուղղակի կլինի մի հատ ծիծաղալի պատմություն։ Մի խոսքով, մի 4 անգամ cancel եք, չէ՞ արել մեր հանդիպումը։ Հիմա մենք սենց արդեն մեր համովություններն ենք վայելում, սպասում ենք չկողմնորոշվածների։ Պատվերի։ Մի խոսքով մեծ բարի ժամանց մենք 4-ով կրկին միասին ենք։
Իսկ դա նշանակում է, որ սիրուն բաներ է գալու։ Կողմնորոշվեցինք։ Միացրել եմ Դանիելայի հետ, հիմա նայում ենք Toy Story-ին, իմ սիրելի մուլտֆիլմը, ու դե գիտեք 5-րդն է դուրս եկել, ուզում եմ այս բոլոր սերիաները նայենք, որ հետո ես ու Դանիելան գնանք 5-րդը նայենք։ Դանիելա, ես դու հիշում ես, որ փոքր էիր, գնացել էինք, իրա ներկայացումն էինք նայում, հիշում ես, լուրջ հիշում ես, սիրում եմ ես մլտիկը, Հավանեցիր? Այո։ Երգչուհի Սիլվա Հակոբյանը հաճախ էր սոցիալական էջերում իր դուստրերի մասնակցությամբ տեսանյութեր հրապարակում։ Հերթական անգամ այսօր նոր տեսանյութերով նա կիսվել է։ Առաջարկում ենք դիտել դրանք։ Նորի փապը անենք։ Որ ես միոտ կոմը լապստեմ։ Միանը ես մյուս կոմը։ Բայց չի կարելի մի հատ կանֆետը երկու կողմից ուտել։ Ամեն կանֆետը մեկին է։ Ինչի՞ց է որ դու անընդհատ քաղցր ես ուտում։ Ոչ մի բան ուրիշ չես ուտում։ Ասեմ։ Ասա։ Բայց ես քաղցր եմ սիրում։ Բա պետք է նաև սնունդ ուտես, որ մեծանաս։ Դե տորթել է քաղցր, բայց ես շատ եմ սիրում տորթ։ Տորտն էլ է քաղցր։ Մուտելլա մեծը, ումը քաղցր չի։ Մոտելան էլ է քաղցր, ուրիշ։ Ինչի՞ չես ուտում հաց, պանիր, միսիկ։ Բայց ես պանիր չեմ սիրում։ Ու հաց, ես լավաշ եմ սիրում ու միսիկ։ Բայց դու ուտում ես լավաշ ու միսիկ, ոչ մի բան չես ուտում, ոչ մի բան։ Սար։ Հələ ցույց տուր եղունգներդ։ Ինչ գեղեցիկ է, դու որ մեծանաս էսենց եղունգներ ես անելու քեզ։ Օրինակ հա։ Բայց չի խանգարի քեզ։ Խանգարի, ես կանեմ պատենց։ Հա, սենց կանես։ Հա, այսա սլայմում պատեսնեք։ Ու այս կոմներ հատիկ կա, այս սրանք, իմ հատիկներն են, որ վրեն այսինքն աստղ կա ու կուպիկ ու սրտիկ օրինակ։ Ինչից շավրեմ մակված է, բտե ես ուզեցի տենչն է բութոս։ Ես միշի վրեմ մերոպ է։ Շերունքս քանի որ, ատեն ուզում եմ պոպվի, ես կոմա տենչ եղավ, ծակվեց։ Բայց որ տենչ են կանում, ես սրան գներ ունեմ։ Երկու կրվարարիկները չեն կարում կիսել։ Ինչ ես անում։ Բան եմ գրում, բան եմ ուղարկում։ Բան ես ուղարկում։ Հա, բան եմ գրում։ Արի ընտրենք որը, արի ես